Նորից ողջունում եմ բոլորին, հարգելի գործընկերներ, արդեն սկսենք մեր սեմինարը։ Սկզբից ներկայանամ, ես Օքսանն եմ, հայկական ծրագրերում աշխատում եմ շուրջ 16 տարի, փոքր եւ միջին ձեռնարկությունների ավտոմատացման բաժնում։ Ինքս հանդիսանում եմ նաև տնտեսագիտության թեկնածու, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, երթվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի անդամ եմ հանդիսանում, ինչպես նաև հանրային հատվածի որակավորված հաշվապահ։ Այսօրվա մեր թեման, ինչպես գիտենք, հիմնական միջոցների եւ հետաձգված հասույթների հաշվառումն է եւ դրանց ավտոմատացումը ՀԾ հաշվապահ հանրային հատված համակարգում։ Փորձը ցույց է տալիս, որ ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ժամանակ միշտ դժվարություններ եւ հարցեր են առաջանում հենց այս թեմաների հետ կապված։ Դրա համար մենք այս սեմինարի ընթացքում կփորձենք աջակցել հաշվապահներին բարելավել իրենց գիտելիքները, ինչպես նաև օրենսդրական համապատասխանությունը ապահովել։ Ընդ որում ճիշտ հաշվառումը անհրաժեշտ է սկսել հենց այսօրվանից, որ հաջորդ հաշվետու ժամանակաշրջանի ավարտին ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ժամանակ ունենան գրագետ եւ ճիշտ հաշվետվություններ։ Ընդ որում նշեմ, որ սեմինարի համար շեշտը դրել ենք հիմնականում հաշվապահների կողմից բարձրացված պրակտիկ հարցերին, որը եւ չենք ծանրացրել մեթոդական հիմունքներով, քանի որ մեր փորձը շատ մեծ է այս ոլորտում, մենք շուրջ 10 տարի հանրային հատվածի ավտոմատացմամբ ենք զբաղվում, դրա համար կփորձենք ավելի պարզ քայլերով ցույց տալ առանձնահատկությունները այս հարցերի։ Ընդ որում նաև նշեմ, որ սեմինարները կլինեն շարունակական, առաջընկնելով ասեմ, որ պլանավորվում է հունիսին երկրորդ սեմինարը on-line, որը վերաբերելու է հաշվապահությանը եւ աշխատավարձի հաշվարկին, ցույց ենք տալու նոր հնարավորությունները եւ գործնական խորհուրդներ արդյունավետ պարզ աշխատանքի համար։ Մեր համակարգում այժմ ակտիվ փոփոխությունները շատ իրականացվում, որը թույլ է տալու ավելի պարզ եւ հեշտ կատարել հաշվապահության ավտոմատացումը։ Ընթացքում այդ մասին կխոսենք նաեւ երկրորդ սեմինարի ընթացքում լիքը հնարավորություններ ցույց կտանք։ Այսօրվա սեմինարին մենք կքննարկենք հիմնական միջոցների հաշվառման կարգը, գործնական նրբությունները, կանդրադառնանք հետաձգված հասույթների ձևավորմանը, ճանաչման մեխանիզմներին, հաճախ հանդիպող սխալներից կխոսենք, դրանցից խուսափելու ուղիներից կխոսենք, ինչպես նաև վերջում կունենանք հարց եւ պատասխանի համար նախատեսված ժամանակահատված։ Շատ լավ, ինչպես նշել էի, սեմինարը հիմնականում պրակտիկ օրինակների հիման վրա է լինելու։ Այս սլայդով զուտ կանդրադառնանք հիմնական գաղափարներին, սահմանումներին, որոնց մասին խոսելու ենք։ Ուրեմն հիշում ենք հիմնական միջոցները, դրանք նյութական ակտիվներ են, որոնք կազմակերպությունն ակնկալում է օգտագործել ավելի քան 1 տարվա ընթացքում։ Մնացած տեսական մասերը դուք կարող եք ուսումնասիրել հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի բաժին 11-ում, այստեղ կարևոր է ֆիքսենք, որ հիմնական միջոցները իրանք ակտիվներ են մեզ համար։ Եվ մյուս գաղափարը հետաձգված հասույթն է, իսկ այս մասով հետաձգված հասույթները պարտավորություն է, որը առաջանում է, երբ կազմակերպությունը ակտիվը ձեռք է բերում պետական աջակցությամբ, դրամաշնորհով կամ անհատույց փոխանցմամբ։ Ընդ որում այս աջակցությունը մաս-մաս է եկամուտ ճանաչվում ակտիվի օգտագործման ընթացքում ՀՄ-ի մաշվածությանը զուգընթաց։ Այստեղ էլ պետք է ֆիքսենք, որ հետաձգված հասույթը ինքը պարտավորություն է կազմակերպության համար։ Այս ընթացքում մի շարք հարցեր էր հնչում, թե ինչու պետք է վարել հետաձգված հասույթի հաշվառումը։ Այս մասով ուզում եմ ասել, որ այստեղ մենք գործ ունենք համադրելիության սկզբունքի հետ, քանի որ հիմնական միջոցը գիտենք, ինքը մաշվում է իր օգտակար ծառայության ժամկետի ընթացքում եւ ծախսագրվում է մաս-մաս, նույնն էլ տրամադրված դրամաշնորհն է, ինքը ճանաչվում որպես հասույթ մաս-մաս այդ օգտակար ծառայության ժամկետի ընթացքում։ Այսպես մենք ապահովում ենք եկամուտների եւ ծախսերի համադրելիությունը։ Անցնենք առաջ, արդեն մենք պրակտիկ օրինակներից կխոսենք,
Ուրեմն մեր օրինակները կբաժանենք հիմնական երկու մասի։ Առաջին 1-2 օրինակը կապված են լինելու ներդրման փուլի հետ։ Ինչ է ասված ներդրման փուլ։ Այստեղ ներդրման փուլ մենք ընտրել ենք հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման փուլը, որը 2017-18 թվականին է տեղի ունեցել, երբ արդեն պարտադիր դարձավ հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցումը, ինչպես նաև դրա ավտոմատացումը համակարգերով։ Այս պահին, անցման պահին հանրային կազմակերպությունները ունեին արդեն հիմնական միջոցներ, որոնք բազմաթիվ տարիներ վարում էին, մաշվածք էին հաշվում, հիմա նոր կարգին անցման ժամանակ անհրաժեշտ էր գրանցել այս հիմնական միջոցները համակարգում։ Ինչպես ենք դա կատարում, այս օրինակը հենց դա կբացահայտի։ Ենթադրենք ՊՕԱԿ-ը իր հաշվեկսորում ունի ավտոմեքենա, որը պետությունն անհատույց կամ պայմանով օգտագործման է տրամադրել 2010 թվականին։ ՊՕԱԿ-ը հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցում է կատարում 2017 թվականի հունվարի 1-ից։ Այժմ ինչպես պետք է այս ձևակերպումը իրականացնել։ Այստեղ հատկանշական է անհատույց պայմանով ստացված պետությունից ստացված միջոցը, սա նշանակում է, որ մենք գործ ունենք նաև հետաձգված հասույթի հետ եւ պետք է նաև բացի հիմնական միջոցից ձևակերպենք հետաձգված հասույթի մասը։ Ուրեմն նոր համակարգին անցման ժամանակ կարևոր է, որ տվյալ որոշման համաձայն հանրային հատվածի կազմակերպությունների հիմնական միջոցների գույքագրման եւ գնահատման, վերագնահատման մասին կառավարության որոշման համաձայն պետք է կազմակերպությունները հանրային իրենք իրականացնեն գույքագրումը, վերագնահատումը եւ այդ վերագնահատման արդյունքները արտացոլեն համակարգում։ Ենթադրենք մեր օրինակը ավտոմեքենան վերագնահատվել է մասնագիտական մարմնի կողմից եւ ունենք հետեւյալ տեղեկությունը։ Ուրեմն անցնենք հերթով, ուրեմն ենթադրենք սկզբնական արժեքը կազմել է 5 միլիոն դրամ։ Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը կուտակված մաշվածությունը 3 միլիոն 500,000 դրամ է կազմում։ Հետևաբար հաշվեկսորային արժեքը կազմել է 1 միլիոն 500,000 դրամ։ Օգտակար ծառայության ժամկետը ասեմ, որ 10 տարի է եւ մնացորդայինը 17 թվականից մնացել է արդեն 3 տարի, 36 ամիս։ Հիմա վերագնահատվել է հիմնական միջոցը եւ մասնագիտական մարմնի կողմից տրվել է, որ 17 թվականի հունվարի 1-ին կազմում է 2 միլիոն դրամ, այլ ոչ թե 1 միլիոն 500,000 դրամ։ Ինչպես ենք այս հիմնական միջոցը ձևակերպում ՀԾ հաշվապահ հանրային հատված համակարգում։ Ուրեմն մտնում ենք մեր հիմնական միջոցների ձեռքբերում շահգործման հանձնում փաստաթուղթը եւ լրացնում ենք հետեւյալ տեղեկությունը։ Անվանումը, մուտքի ամսաթիվը նշում ենք մեր հիմնական միջոցի հենց սկզբին ձեռքբերման կամ անհատույց ստացման ամսաթիվը։ Շահագործման ամսաթիվը պարտադիր նշում ենք նոր համակարգին անցնելու ամսաթիվը 01/01/2017 թվական։ Այստեղ նշում ենք նաև հիմնական միջոցի տեսակը, մարդատար ավտոմեքենա, ինչպես նաև ՀՄ ձեռքբերման եղանակը։ Ձեռքբերման եղանակները տարբեր են, քանի որ մեր օրինակում բյուջեից պայմանով ստացված հիմնական միջոցը, մենք ընտրում ենք երկրորդ տարբերակը, բյուջեից բնամթերային ձևով պայմանով ստացված ակտիվ։ Այս երկու տեղեկությունը ընտրելուց հետո արդեն իսկ բավարար է, որպեսզի մեր հաշվապահական հաշիվները ավտոմատ լրացվեն։ Այժմ ձեզ ընդամենը հիմնական միջոցը լրացնելու համար պետք է այս գաղափարները լրացնել։ Կարիք չկա մտածել սկզբնական արժեքի հաշիվը ինչ դնել, մաշվածության հաշիվը ինչ դնել, հետաձգված հասույթը ինչ դնել։ Այժմ համակարգը ավտոմատ ձեզ առաջարկելու է այդ հաշիվները։ Հաշվառումներ մասում կլրացնենք օգտակար ծառայության ժամկետը, ընդ որում մնացորդային է, այսինքն մեր 3 տարին, 36 ամիսը, եւ վերագնահատված արժեքը 2 միլիոնը։ Ֆինանսական, հարկային եւ հետաձգված հասույթի մասում ավտոմատ կարտացոլվեն նույն արժեքները։ Մեզ կմնա ընդամենը գործառնություններ մասում ավտոմատ գեներացնել եւ ինքը կձևակերպվի ավտոմատ։ Ընդ որում ձևակերպումը եւ հիմնական միջոց է ձևակերպվում եւ հետաձգված հասույթ։
Անցնում ենք մյուս օրինակին, էլի մենք ներդրման փուլում ենք գտնվում եւ այս օրինակը կապված է նրա հետ, երբ կազմակերպությունը վերագնահատման ժամանակ վերագնահատող մարմնի կողմից տրվում են հիմնական միջոցներ, որոնց արժեքը 0 է կամ օգտակար ծառայության ժամկետը սպառվել է։ Այս հիմնական միջոցները առաջարկվում է հաշվառվել արտահաշվեկշռում A12-րդ հաշվում։ Ընդ որում պետք է հաշվի առնել, որ այս հիմնական միջոցները իրանք այլևս տնտեսական օգուտներ չեն բերում կազմակերպությանը, չեն վաճառվելու եւ չեն օգտագործվում կազմակերպության կողմից։ Իրենք զուտ վերագնահատումից հետո 0 են իրենց արժեքը կամ օգտակար ծառայությունը ժամկետը սպառվել է, սակայն դեռ դուրս չեն գրվել։ Դրա համար իրանց անհրաժեշտ է հաշվառել արտահաշվեկշռում A12 հաշվով։ Մեր օրինակը հետևյալն է, ունենք 10 սեղան, որոնց արժեքը 0 է։ Ինչպես ենք հաշվառում ՀՑ հաշվապահ համակարգում։ Ընդ որում այս օրինակով ես երկու խնդիր եմ փորձում լուծել, մեկը ձեզ ցույց տալով, թե ինչպես ենք հաշվառում այդ 0 արժեքով հիմնական միջոցները A12 հաշվում, արտահաշվեկշռում, եւ մյուս խնդիրը, թե ինչպես ենք խմբային ձեռքբերում իրականացում մեկ փաստաթղթի միջոցով։ Այսինքն ես կարիք չունեմ 10 հատ նույն հիմնական միջոցները մուտք անեմ։ Ինձ բավարար է ՀՄ խմբային ձեռքբերում իրականացնել, որպեսզի գրանցեմ իմ 10 հատ հիմնական միջոցը։ Ընտրում եմ հիմնական միջոցների խմբային ձեռքբերում գործողությունը, քանակում նշում եմ 10, այսինքն ես 10 սեղան ունեմ մուտք անելու, մուտքի ամսաթիվը նշում եմ 01/01/2017, քանի որ իրենք շահագործման մեջ չեն գտնվում, շահագործման ամսաթիվը թողնում եմ դատարկ։ Նշում եմ ՀՄ տեսակը, կահույք, ընտրում եմ ՀՄ ձեռքբերման եղանակը առանց պայմանի, քանի որ արդեն մաշվել են, իրենց պայմանը կատարվել է։ Այնուհետև հաշիվներ մասում ինձ առաջարկելու է հիմնական միջոցի հաշիվները։ Ես այդ բոլոր հաշիվները հեռացնում եմ, նշում եմ սկզբնական արժեքի հաշիվը A12։ Անցնում եմ հաշվառումներ մասում։ Հաշվառումներ մասում օգտակար ծառայության ժամկետը նշում եմ 1, սկզբնական արժեքը եւ հաշվարկված մաշվածությունը նշում եմ 0.01։ Սա զուտ տեխնիկական լուծում է, որպեսզի փաստաթուղթը գրանցվի համակարգում։ Հիշել փակել կոճակով 10 սեղանը կգրանցվի որպես հիմնական միջոց եւ կհաշվառվի արտահաշվեկշռում A12 հաշվով։ Այս երկու օրինակով կարծես թե ներդրման փուլը ավարտում ենք, այսինքն բոլոր մեր հին հիմնական միջոցները, որոնք մինչև 17 թվականի հունվարի 1-ն էր, մուտքագրում ենք մեր համակարգ։ Այժմ, որպեսզի վերջնական այդ ավարտը հասկանանք, արդյոք ճիշտ ենք մուտքագրել, անհրաժեշտ է ստուգել, արդյոք իմ սինթետիկ եւ անալիտիկ տվյալները ճիշտ են մուտքագրված։ Ունեմ ես արդյոք շեղումներ, թե չէ։ Դրա համար մտնում ենք հիմնական միջոց ենթահամակարգում հաշվետվություններից ՀՄ անալիտիկ եւ սինթետիկ թվերի շեղման ստուգում հաշվետվությունը։ Քանի որ մեր ներդրման ամսաթիվը 01/01/17-ն է, նշում ենք այդ ամսաթիվը եւ սեղմում ենք կատարել։ Հետևում բացվում է հետևյալ հաշվետվությունը, որտեղ, ինչպես նկատում եք, ունենք եւ հիմնական միջոցների հաշիվները եւ հետաձգված հասույթի հաշիվները։ Սյուներով անցնենք։ Այս սյունում լրացվում է անալիտիկ գումարները, կողքի սյունում սինթետիկ գումարները։ Ճիշտ լրացման դեպքում շեղման գումարը բոլոր տողերում պետք է լինի 0։ Երբ այս հաշվետվությունը 0-ական է, այսինքն շեղում չունենք, մենք գործ ունենք, որ մեր ներդրման փուլը բարեհաջող ավարտել ենք եւ անցում ենք կատարում արդեն մեր ընթացիկ աշխատանքներին։ Իսկ ինչպես ընթացիկ աշխատանքների ժամանակ հիմնական միջոցների ձեռքբերումները, օտարումները, վերակառուցումները գրանցենք ՀԾ հաշվապահ հանրային հատված համակարգում։ Մի քանի օրինակով նայենք դրանց գրանցումները։ Այս օրինակով հետևյալ օրինակ ունենք, ենթադրենք 26 թվականի փետրվարի 1-ին ՊՕԱԿ-ը այլ կազմակերպությունից էլի անհատույց պայմանով ստանում է գրասենյակային տեխնիկա։
Մեր տեխնիկայի սկզբնական արժեքը 500,000 դրամ է, օգտակար ծառայության ժամկետը 96 ամիս։ Մենք այս տեղեկությունը ունենք, ձեռքբերումը իրականացրել ենք։ Ինչպես ենք արտացոլում համակարգում։ Կրկին մուտք են գործում ՀՄ ձեռքբերում եւ շահագործման հանձնում փաստաթուղթը, լրացնում ենք անվանումը, արդեն մուտքի եւ շահագործման ամսաթիվը լրացնում ենք այն ամսաթիվը, երբ որ ձեռք ենք բերել եւ շահագործման ամսաթիվն էլ այն ամսաթիվը, երբ որ շահագործման է հանձնվել։ Նշում ենք ՀՄ տեսակը։ Ձեռքբերման եղանակը այս դեպքում նշում ենք այլ կազմակերպություններից բնամթերային ձևով պայմանով ստացված ակտիվ։ Համակարգը ավտոմատ հաշիվները ինքնաշխատ լրացնելու է։ Հաշվառումներ մասում նշում ենք այն տեղեկությունը, ինչ ունենք, այսինքն օգտակար ծառայության ժամկետը 96 ամիս, սկզբնական արժեքը 500,000։ Մնացած դաշտերը ինքնաշխատ լրացվելու են։ Եվ մեզ մնում է ընդհանրապես ձևակերպումները տալ։ Կրկին ձևակերպումը ինքնաշխատ լրացվելու է։ Եվ միաժամանակ հիմնական միջոցը ճանաչվելու է ակտիվ եւ հետաձգված հասույթ։ Անցնենք առաջ։ Այս օրինակը վերաբերվում է արդեն ոչ նյութական ակտիվի ձեռքբերմանը։ Իրականում ավելի լավ օրինակ չէի կարող բերեի, քան մեր ՀԾՀ հանրային հատված համակարգի ձեռքբերման օրինակով եմ արել։ Ենթադրենք բյուջեի ֆինանսավորմամբ ձեռք է բերվում ոչ նյութական ակտիվ եւ մարտի 15-ին 26 թվականին։ Մեր ոչ նյութական ակտիվի արժեքը 298,000 դրամ է, օգտակար ծառայության ժամկետը սահմանվում է 120 ամիս։ Ընդ որում, եթե նկատեցիք, ես օրինակների ներքևում կան օրինակներ, որտեղ նշում եմ նաև պարբերականների համարները, սա ֆինանսների նախարարության կողմից հրապարակված պարբերականներն են, որոնց մեջ մի շարք ուղեցույց կա, ուղղություն կա, թե ինչպես գրանցումներ իրականացնել համակարգում, կարող եք նաև տեղեկությունը տեղից էլ վերցնել։ Հիմա նայենք ծրագրում ինչպես ենք սա մուտք անում։ Ոչ նյութական ակտիվները կրկին մուտք են անում հիմնական միջոցներ բաժնում, բացելով նույն փաստաթուղթը՝ ՀՄ ձեռքբերում, շահագործման հանձնում։ Անվանում մասում գրում ենք անվանումը, մեր դեպքում ՀՑՀ հանրային հատված, մուտքի ամսաթիվը, շահագործման ամսաթիվը, արդեն ՀՄ տեսակներից ընտրում ենք ոչ նյութական ակտիվին վերաբերող տեսակը, մեր դեպքում համակարգչային ծրագրեր, եւ ձեռքբերման եղանակը նշում ենք բյուջեից ֆինանսավորման ձևով պայմանով ձեռքբերված ակտիվ։ Այսինքն բյուջեն մեզ ֆինանսավորել է, մենք ակտիվը ձեռք ենք բերել։ Ընտրելուց հետո լրացվում է մատակարարի հաշիվը ինքնաշխատ, այսինքն դուք այստեղ էլ մտածելու շատ բան չունեք, ինքը բերելու է ձեզ հաշիվը։ Ձեզ մնում է ընտրել մատակարարին, թե ումից եք ձեռք բերել եւ անցնել առաջ։ Հաշիվները կրկին ինքնաշխատ լրացվելու են։ Հաշվառումներ մասում լրացնում ենք օգտակար ծառայության ժամկետը եւ սկզբնական արժեքի ժամկետը։ Մնացած դաշտերը կրկին ինքնաշխատ լրացվելու են։ Գործառնությունը փայտիկը սեղմելով կրկին ավտոմատ ինքնաշխատ լրացվելու է։ Ընդ որում համապատասխան ձևակերպմամբ։ Եթե նկատեցիք, ձևակերպումը մի փոքր տարբեր է։ ՀՄ տեսակից եւ ՀՄ ձեռքբերման եղանակից կախված ձևակերպումները տարբերվում են եւ առաջարկում է այն ձևակերպումը, որը անհրաժեշտ է։ Այժմ ծանոթանանք հիմնական միջոցների մաշվածքի հաշվելուն համակարգում, ենթադրենք ՊՕԱԿ-ը եռամսյակի վերջում մարտի 31-ին պետք է ֆինանսական հաշվետվություններ ներկայացնի եւ անհրաժեշտ է որպեսզի հիմնական միջոցների մաշվածքը հաշվարկի, ինչպես ենք համակարգում դա իրականացնում։ Մտնում ենք հիմնական միջոցներ ենթահամակարգում բոլոր ՀՄ-ները մատյանը։ Նշում ենք բոլոր հիմնական միջոցները պլյուս կոճակով։ Աջ կլիկի տակից բացվող ցանկից ընտրում ենք մաշվածքի հաշվարկ գործողությունը։ Ընտրելուց հետո բացվելու է մաշվածքի հաշվարկ փաստաթուղթը։ Մենք մնում է միայն գնալ գործառնություններ էջը եւ սեղմել փայտիկը։ Սեղմելուց հետո
համակարգը կառաջարկի անհրաժեշտ ձևակերպումը։ Կարող ենք այս մասը մի փոքր մեկնաբանել, օրինակ, առաջին տողով ձևակերպվել է հիմնական միջոցի մաշվածությունը, ծախսագրվել է, երկրորդ եւ երրորդ տողը վերաբերվում է հետաձգված հասույթներին, էլի կրկին ինքը ավտոմատ գեներացվում է, նույն գումարի չափով ճանաչվում է հետաձգված հասույթից տեղափոխվում է դեպի ընթացիկ մաս եւ ընթացիկ մասից տեղափոխվում է արդեն հասույթ, վերագրվում է հասույթներին։ Այստեղ ինչպես տեսնում եք, հա ծախսը եւ հասույթը նույն թիվն են եւ համադրելի են։ Այսպես է իրականացվում մաշվածքի հաշվարկը։ Եթե գրանցումները բոլոր ճիշտ են իրականացվում, մաշվածքի հաշվարկը մեզնից ընդամենը խլելու է 1-2 րոպե։ Այս օրինակով եկեք անդրադառնանք հիմնական միջոցի դուրսգրմանը, լուծարմանը կամ օտարմանը, էլի կրկին բազմաթիվ հարցեր են հնչել, թե ինչպես է իրականացվում դուրսգրումը։ Ենթադրենք ՊՕԱԿ-ը 050426 թվականին դուրս է գրել իր հաշվեկշռում առկա գրասեղանը եւ գրասենյակային տեխնիկան։ Ինչպես է անհրաժեշտ այս գործարքը գրանցել ՀԾՀ հանրային հատված համակարգում։ Կրկին մտնում ենք բոլոր հիմնական միջոցները, ցանկից ընտրում ենք այն հիմնական միջոցները, որոնք դուրսգրման ենթակա են, եւ աջ կլիկի տակից բացվող ցանկից արդեն ընտրում ենք դուրսգրման ակտ գործողությունը։ Ընտրելուց հետո բացվելու է դուրսգրման ակտ փաստաթուղթը, որտեղ լրացված գալու է, հա, հանձնող ստորաբաժանումը, նյութական պատասխանատու անձը, իսկ գույքահամարներ ցանկում լրացվելու են հիմնական միջոցները, որոնք դուրսգրման ենթակա են։ Անցնում ենք գործառնություններ էջ եւ սեղմում ենք կախարդական փայտիկի վրա։ Գործառնությունները ավտոմատ տրվելու են։ Առաջին ձևակերպումը հիմնական միջոցի մասով դուրս է գրվում մաշվածքը, այնուհետև հաշվեկշռային արժեքով ճանաչվում է ծախս եւ մնացած հետաձգված հասույթը վերագրվում է հասույթներին։ Սա էլ դուրսգրման օրինակն է, եթե հիմնական միջոցը լուծարվում է, դուրս է գրվում կամ վաճառվում է, կատարում ենք այս նույն գործողությունը եւ գրանցում ենք դուրսգրման ակտ։ Անցնենք մեր կարծես վերջին օրինակն է, այս օրինակին։ Այս օրինակով ցույց ենք տալու, թե ինչպես կապիտալացնենք հիմնական միջոցի վրա կատարվող ծախսերը։ Ենթադրենք ապրիլի 15-ին օթորակչի վերազինման համար ստացել ենք ծառայության հարկային հաշիվ։ Հիմա անհրաժեշտ է այդ հարկային հաշիվը մուտք անել եւ այդ ծախսը կապիտալացնել հիմնական միջոցի վրա։ Ստանդարտից ելնելով այն ծախսերը, որոնք կապիտալացման ենթակա են, պետք է բավարարվում են չափանիշներին, պետք է կապիտալացնել հիմնական միջոցի վրա։ Ինչպես ենք համակարգում կատարում այս գործողությունը։ Սկզբում գրանցում ենք ստացված ծառայություն փաստաթուղթը։ Քանի որ մենք ստացել ենք ծառայության հարկային հաշիվ, մենք ինվոյսինգից կարողանում ենք մուտք անել հարկային հաշիվը ստացված եւ դրա հիման վրա ստեղծում ենք ստացված ծառայություն։ Այստեղ էլ լրացնում ենք մատակարարին, հաշիվը լրացվում է, անցում ենք կատարում անվանացուցակին, որտեղ լրացված է մեր ծառայության արժեքը եւ գործառնությունները տալիս ենք ծախսը ներառելով 8232 հաշվի վրա, որը հիմնական միջոցի կապիտալացման համար ծախսերի համար է նախատեսված։ Այսպես գրանցում ենք մեր ստացված ծառայությունը, ձևակերպելով ծախսումը եւ կրեդիտորական պարտքը։ Այնուհետև անցնում ենք հիմնական միջոցներ բաժնում եւ բացում ենք վերակառուցում փաստաթուղթը։ Մենք փաստաթղթերի ցանկում ունենք հիմնական միջոցի վերակառուցում։ Ընտրում ենք գույքային համարը, մեզ պետք է, որպեսզի վերակառուցենք մեր օթորակիչը։ Անցնենք ընդհանուր մասում,
այստեղ երկու սյունով կներկայացնեմ, 3 տարբեր բաժին է ֆինանսական հարկային եւ հետաձգված հասույթի եւ երկու սյունով ներկայացված է հին եւ նոր արժեքները։ Հին արժեքները 150426-ի դրությամբ հիմնական միջոցի օգտակար ծառայության ժամկետն է եւ սկզբնական արժեքն է։ Իրենք չխմբագրվող են, որովհետեւ դուք տեսնեք, թե կապիտալացման պահին ինչ արժեք է ունեցել։ Նոր արժեքում արդեն կատարում ենք փոփոխությունները։ Ընդ որում փոփոխությունը կարող ենք կատարել ինչպես մնացորդային օգտակար ծառայության ժամկետի մասով, այնպես էլ սկզբնական արժեքի մասով։ Օգտակար ծառայության ժամկետը, եթե կազմակերպությունը գտնում է, որ կատարված ծախսը երկարացնում է հիմնական միջոցի կյանքը, օգտակար ծառայության ժամկետը, կարող է նաև փոփոխել այս ժամկետը։ Եթե չէ, ուղղակի թողնում ենք գործող արժեքը, իսկ սկզբնական արժեք մասում մենք գրում ենք սկզբնական արժեք գումարած կապիտալացվող ծախս։ Այսինքն մեր 186.500-ին գումարում ենք 180,000-ը։ Եվ նույնը մյուս բաժիններում ենք լրացնում։ Գործառնություններ մասում փայտիկը սեղմելով ձևակերպումները ստանալու ենք։ Առաջին մասով ձևակերպումը ծախսումը տեղափոխվում է դեպի հիմնական միջոց, իսկ երկրորդ ձևակերպմամբ հետաձգված հասույթի ճանաչումն է իրականացվում։